Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդևան Գրիգորյանն իրեն արմատական ընդդիմադիր չի պատկերացնում։ Եթե վաղը նույն իշխանությունը, բերի, որ ուրեմն աշխատավարձի նվազագույն շեմը հասցնում են 100,000-ի։ Մենք մեր ծրագրով 80,000 ենք ասում։ Ինչ ենք անում, մենք դեմ ենք քվեարկելու։ Նրան զարմացնում է այն հարցը, թե ինքը ում է լինելու ընդդիմություն, իհարկե իշխանությանը, սակայն կա տեսակետ, որ դաշինքը վերահսկելի ընդդիմություն է, պարոն Գրիգորյանը չի խորշի Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել։ Եթե դա հիմնավոր է, եթե դա հիմնանպատակ չի։ Հայտնի է նաև, որ նախորդ խորհրդարանում ԲՀԿ խմբակցությունից բազմաթիվ պատգամավորներ հեռացան, երբ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին դուրս հրավիրեց քաղաքականությունից, ԲՀԿ անդամ Վարդևան Գրիգորյանը կուսակցությունից այդ օրերին հեռացողների մեջ էր։ Սերժ Սարգսյանը չէ որ վիհանի կամ տնի։ Եթե նույն պատգամավորը չունենա այդ ցանկությունը, ոչ մեկը չի կարող հանել ու տնել։ Ըստ պարոն Գրիգորյանի այսօր դաշինքը նման իրավիճակի առաջ կանգնած չէ, Գագիկ Ծառուկյանը կրկին առաջնորդ է եւ կրկին քաղաքականության մեջ։ Դեմս Ծառուկյանի կարծում եմ, որ այն ուրեմն քաղաքական գործիչը որպես լիդեր, այդ խմբակցության լիդեր, կարծում եմ կարողանա կազմակերպել այդ ամեն ինչը, որ նման խնդիրների առաջ չկանգնի երբեք խմբակցությունը։ Պատգամավորը դժվարանում է ասել, որ որպես ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի իշխանության առաջին դեմքի հետ, ինքը չի պատկերացնում, թե խնդիրը որտեղ կարող է լինել։ Որպես մրցակից, իհարկե, հանրապետականը միշտ տեսել է բարգավաճին։ Պատգամավորն ի դեպ չի կարծում, թե այսպիսի մրցակցությունը խնդիր է հանրապետականի համար։